Ես չգիտեմ, եթե ուժեղ բանակցող իրենք իրենց նկատի ունեն կամ իրենց հորեղբորը կամ չգիտեմ քերուն, հոպարին եւ այլն, մենք համենայն դեպս ականատես չենք եղել գոնե դիվանագիտական հարթության մեջ այդ մարդկանց ուժի, ընդհակառակը մենք տեսել ենք շատ իրավիճակներ, երբ որ օրինակ նույն Նարեկ Կարապետյանի հորեղբայրը Ռուսաստանում հայերի հետ կապված պետք էր հարցեր լուծեր, բայց ադրբեջանցիները շատ ավելի այսպես արդյունավետ իրենց հարցերը կարողացան լուծել, քան օրինակ Ռուսաստանաբնակ հայ որոշ օլիգարխներ կամ գործարարներ, որոնք հանդես են գալիս Ռուսաստանում հայերի առաջնորդի դերում։ Եվ հետևաբար բնականաբար այդ մարդիկ պետքա զբաղվեն ինքնագովեստով, կրկնում եմ, մենք չենք տեսել այդ ուժեղ բանակցողներին, իսկ եթե անդրադառնանք իրենց քաղաքական ուրեմն նախորդների բանակցություններին, ապա թեկուզ այն մի օրինակը, որ օրինակ Արման Թաթոյանի նախկին ղեկավարը Սերժ Սարգսյանը երբ որ նստած էր ԱՊՀ գագաթնաժողովին եւ օրինակ Նազարբաևը կարդում էր Ալիևի նամակը, մենք չտեսանք որևէ արձագանք, այլ պարզապես գլուխը կախ լսում էր, եւ թե ուժը այդ տեսանկյունից են իրանք դիտարկում, ես չգիտեմ։